Ես Լուսինե Հայրապետյանն եմ, ժուրնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսից։ Մեզ տրամադրվող գրականության մեծ մասը հիմնականում օտարալեզու է ու տվյալ նյութը սովորելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է լինում այն թարգմանել հայերեն, որը ավելորդ ժամանակի կորուստ է։ Նշեմ նաեւ, որ գրքերի մեծ մասը on-line չկա ու դա եւս բարդացնում է աշխատանքը, ինչ է նախատեսվում այս հարցով։ Իրավացի եք, իրոք հայալեզու գրականությունը մեդիատեսությանն առնչվող շատ ավելի քիչ է, քան օտարալեզուն, որովհետև մեդիա ոլորտը դուք գիտեք, որ շատ արագ տեմպով է զարգանում եւ դրան համարժեք ու համընթաց ստեղծել տեսական գրականություն իհարկե շատ բարդ է եւ դժվար։ Դժվար է նաեւ թարգմանելը այդ նույն տեմպերով եւ հիմնականում մեդիա ուսումնասիրությունների եւ մեդիագիտության լեզուն անգլերենն է։ Սա չի նշանակում, որ մեր մեդիատեսաբանները չեն ստեղծում համարժեք գրականություն։ Իհարկե ստեղծում են, գրում են հոդվածներ, տպագրում են մենագրություններ, բայց սովորաբար նախ առաջինը դրանք լինում են հենց անգլերեն կամ այլ լեզուներով, ֆրանսերեն եւ այլն, որովհետեւ հիմնականում գիտական հանդեսները, որտեղ տպագրում են այդ լեզուներով են։ Եվ երկրորդը, եթե անգամ հայալեզու են, դրանք բավարար չեն, որպեսզի ծածկեն ամբողջ մեդիագիտական այդ բոլոր դասընթացների գրականությունները։ Իհարկե մեր գրականությունը, մեր դասընթացների գրականության մեջ ներառված է հայալեզու գրականություն, բայց բացի հայալեզուն նաև օտարալեզու օգտագործելու կարիք ունենք, որովհետև ի վերջո մեդիատեսությունների հայրենիքը արևմուտքն է, չէ՞, նահանգներն են, արևմտյան երկրներն են, եվրոպական երկրներն են եւ հայալեզու գրականությանը զուգահեռ շատ կարևոր է, որ ուսանողը ուսումնասիրի նաև արտասահմանյան գրականություն։